ԽՊ-ում քննարկում են երբեմնի անաչառ իրավապաշտպան Հերիքնաց Տիգրանյանի առաջադրումը որպես ՔՊ վարչության անդամի թեկնածու։ Ոմանք կարծել են, որ նա հոգու խորքում հաստ չէ ամենօրյա ռեժիմով մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների հետ, որոնց դեմ նախկինում պայքարում էր, բայց արի ու տես նա ոչ միայն հաշտ է, այլև ուզում է իշխանության վերին էշելոնի մաս կազմել, որն առաջին է տեղեկանում բռնապետի կայացրած որոշումների մասին եւ մասնակցում է այդ անօրինական որոշումների կայացմանը։ Խոսում են նաեւ, որ ՔՊ ընտրիչների մեծ մասը Հերիքնազին չի ճանաչում, սակայն Փաշինյանի ուղղորդմամբ նրան կընտրեն։ ԱԺ այցերի ժամանակ Փաշինյանի հետ սրճող երջանիկների թվում է նաև Հերիքնաց Տիգրանյանը։ Առաջադրվել է նաև ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը, նախարար Դավիթ Խուդատյանը, մարզպետ Սերգեյ Մովսիսյանը եւ այլք։ Պոլիտիկայեմ կայքի խմբագիր Բորիս Մուրազին դատի է տվել Նիկոլ Փաշինյանի կնոջը Աննա Հակոբյանին։ Պահանջում է, որ նա հերքի իր տարածած զրպարտչական կեղծ տեղեկությունները ներողություն խնդրի եւ վճարի 2 միլիոն դրամ։ Մեծ զրույցում Մուրազին ասաց. «Այո, հաստատում եմ ձեր տեղեկությունները։ Դատական հայց եմ ներկայացրել Աննա Հակոբյանի դեմ։ Սա անձնական հարց չէ ինձ համար։ Նա տասնյակ մարդկանց մասին կեղծիքներ է տարածել, զրպարտել է հոգեվորականներին, կեղտոտագույն գրառում է արել նաեւ իմ մասին։ Ես դատական հայց եմ ներկայացնում իր դեմ եւ ստիպելու եմ Փաշինյանի ընտանիքի անդամին պատասխան տալ իր հակահասարակական վարքի համար։ Ասեմ նաեւ, որ անակնկալ ունեմ Աննա Հակոբյանից բռնագանցվող գումարն անձնական նպատակներին չեմ ծառայեցնելու, կօգտագործենք շատ կարևոր գործի համար, որի մասին կասեմ մոտ օրերս»։ Շաբաթ օրը տեղի է ունեցել Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի դստեր հարսանիքը։ Միջոցառումն անցկացվել է աննախադեպ համեստ պայմաններում, ամենամոտ հարազատներն են միայն ներկա գտնվել։ Սա եղել է հարսնացուի ցանկությունը առանց ավելորդ աղմուկի ճոխությունների մինի խնջույք ունենալ։ Անգամ Գյումրիում քչերն են իմացել, որ Վարդանիկի աղջկա հարսանիքն է։ Հիշեցնենք, տարիներ առաջ Ղուկասյանի դստեր Մանիայի նշանադրության օրը նրա փեսացուին սպանված գտան։ Դեպքը տեղի է ունեցել 2012-ի ապրիլի 12-ին, երբ Վարդան Ղուկասյանը դեռ Գյումրու քաղաքապետն էր։ Նախորդին կաթողիկ Սուրբ Էջմիածնի տոնի առթիվ Զվարթնոցի տաճարից մինչև Մայրաթոր բազմահազարանոց եր տեղի ունեցավ, որին մասնակցում էին հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, ընդդիմության ներկայացուցիչներ, ազգային արժեքները գնահատող շարքային մարդիկ։ Այս միջոցառումը թեպետ իշխանության տարբեր ներկայացուցիչներ փորձեցին ծաղրի ենթարկել, իսկ իշխանական ֆեյքերը 24 ժամ չէին հանդարտվում, գրում էին ու գրում, սակայն տեղեկություններ կան, որ դա անհանգստություն է պատճառել Նիկոլ Փաշինյանին, եւ նա հրահանգել է եկեղեցու դեմ սանձազերծած պատերազմին նոր թափ հաղորդել, զուգահեռ զբաղվել եկեղեցուն աջակցող ընդդիմադիրներով։ Չի բացառվում, որ առաջիկայում նոր աղմկոտ ձերբակալություններ լինեն։ Սամվել Կարապետյանի կալանավորմամբ նա օրինականության պատրանքներ ստեղծելու Ռուբիկոնն էլ հաղթահարեց եւ հիմա ամեն ինչի ունակ է։ Մայիսի 21-ին վարչական դատարանում տեղի է ունեցել Վանաձորին վերաբերող նիստը, որի ժամանակ ԼՀԿ-ն պետք է հայցից հրաժարվեր եւ հունիսի 20-ին վճիռը պետք է հրապարակվեր, ինչից 3.5 տարվա ապօրինի արգելանքից հետո Վանաձորի ավականին կարող էր անդրանիկ նիստ հրավիրել համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով։ Սակայն դատական վերջնական ակտ կայացնելուց 2 օր առաջ Փաշինյանի կողմից քաղաքապետի պաշտոնի նշանակված Արկադի Փելեշյանը ԱԿԱ-ի ուժը հասկը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան 180,000 դրամի դատական ծախսերի փոխհատուցման պահանջով, որպես փաստաբանի ողջամիտ վարձատրություն։ Այսինքն ստեղծվում է հերթական կեղծ հիմքը, որ այս ապօրինի դատը նորից ձգձգեն եւ ավականու նիստ կրկին չգումարվի։ Արգելանքը վերացնելուց հետո, եթե նորից քաղաքապետ չընտրել ավականին, իսկ հաստատ չէր ընտրելու, որովհետեւ ոչ իշխանություն ունի բավարար ձայներ, ոչ ընդդիմությունը, Վանաձորում նոր ընտրություններ կկայանային։ Սակայն ասում են Սամվել Կարապետյանի կալանավորումը եւ եկեղեցու դեմ պայքարը խառնել են իշխանության պլանները։ Իրենց տեխնացուին Լորվա մարզպետին էլ ոստիկանապետ նշանակեցին, ուստի առայժմ չեն ուզում ռիսկի գնալ եւ փորձելու են կամակատար դատավորների միջոցով ստատուս քվոն ձգել, որ Գյումրու հայտարարությունը Վանաձորում էլ չկրկնվի։